Այսօր զրուցում ենք Հայաստանի ձկնաբույսների միության տնօրեն Գորգ Գրիգորյանի հետ, շնորհակալություն, որ մեր հյուրն եք։ Պարոն Գրիգորյան, նախորդին մեր հյուրը Պանրագործների միության նախագահն էր եւ նրա խոսքով, նրա ասելով, իրենց ոլորտը դեռ տանելի վիճակում է գտնվում, ավելի ցավալի է հենց ձկնաբույսների, ձկնարտադրողների ոլորտը։ Իրոք վիճակը ճգնաժամային է, ինչ կասեք։ Շնորհակալություն հրավերի համար, ոլորտի վիճակը այո, կարելի է գնահատել ճգնաժամային ներկայությամբ։ Չեմ ուզում մեզ գերադասել մյուս ոլորտներից, ասել ենք ավելի կարևոր է, որ ենք մեզ ավելի շատ ուշադրություն պետք է դարձվի, բայց իրականում այդպես է։ Օրինակ, պանրագործները կարող են ինչ-որտեղ մթերումը պակասեցնել, քիչ ծավալ արտադրել, հաշվի առնելով իրական իրացման շուկան, բայց ձկնաբուծությունը ցավոք այդ հնարավորությունից զուրկ է, մենք այստեղ կենդանի օրգանիզմի հետ գործ ունենք եւ տարիներ է դրա վաճառքի պլանավորումը տևում էլի, քանի որ մանրաձկից մինչեւ ապրանքային ձուկ 12-ից 14 ամիս է տևում այդ ցիկլը, որ ձուկը հասնում է մինչեւ 600-700 գրամ եւ ավել, որ ապրանքային տեսք է ձեռք բերում։ Մենք չենք կարող, ասենք, վերջ այս պայից սկսած էլ մենք դադարեցնում ենք արտադրությունը։ Կարող ենք դադարեցնել մանրաձկան արտադրությունը կամ նվազեցնել, բայց այն ինչ ունենք արդեն դա խնդիր է։ Ռուսական շուկան փակ է մայիսի 15-ից, լճակներում կուտակված է ավելի քան 15000 տոննա ձուկ արդեն։ Որքան ժամանակ կարող են այս տնտեսությունները պահել այդքան ծավալը։ Չեմ կարող ասել ծավալը, բայց այսպես է, ծավալը կերակրման խնդիր ունի եւ չկերակրման արդյունքում ձուկը հետ է գնում, այսինքն իր սեփական քաշի հաշվին է ապրում ձուկը արդեն եւ քաշ է գցելու։ Իսկ լճակներում տեղ կա այդքան ձուկ պահելու համար։ Լճակներում ահավոր խիտ է այս պահի դրությամբ, դա իր հնարավոր ռիսկեր ունի, հաշվի առնելով այսօրվա բարձր ջերմային ֆոնը, ջրի ջերմաստիճանը արդեն տաքանում է եւ այդ խտությունը, այսպես ասած, հանգեցնելու է նաեւ որոշակի հիվանդությունների առաջացման։ Ինքն էլ անկման է բերելու էլի կենթանի ձկան։ Հիմնական խնդիրը ձկնաբույսների, ձկնարտադրողների ո՞րն է։ Ինչ խնդիր կա, որ այս պահին է պետք լուծել արտահանումից բացի։ Այս պահի հետ կապված ունենք կերակրման խնդիր։ Կեր չկա թե ինչ։ Կեր կա, գումարը չկա այդ կերը ձեռք բերելու հետ կապված։ Օրական ինչ ծավալի կեր է անհրաժեշտ ձկնարտադրողների։ Մոտավորապես գիտեմ, որ տարեկան խոսքը 10 մոտ 30000 տոննա Հայաստանում ձկան կեր է սպառվել, կարող է մի փոքր ավել պակաս։ Այդ ծավալների մասին է խոսքը, այստեղ օրը մոտ գալիս է 100 տոննա։ Դուք մի քանի օր առաջ բողոքի ակցիա եք իրականացնում եւ արդեն հանդիպում եք պահանջում փոխվարչապետի հետ։ Կայացավ այդ հանդիպումը թե ոչ, չի կայացել փոխվարչապետի հետ հանդիպումը։ Ինչու փոխվարչապետի հետ հանդիպում եք պահանջում եւ ոչ թե նախարարի հետ։ Այսպես ասեմ, խնդիրը կայանում է նրանում, երբ որ խնդիրը հասունացավ արդեն, մենք դիմեցինք էկոնոմիկայի նախարարություն։ Շատ արագ արձագանք ստացանք, նախարարի մակարդակով հանդիպում կազմակերպվեց, մեր խնդիրները ներկայացվեց։ Բայց տպավորությունն այն էր, որ այդ խնդիրները այդպես մնացել են։ Դրանից հետո ճիշտ ասած աշխատանքային խումբ ձևավորվեց, նույնիսկ ոչ աշխատանքային օրերին մեր ձկնաբույսները, նախարարության աշխատակիցները աշխատել էին համատեղ նախագծերի շուրջ քննարկումներ, եւ մեզ ասել էին, որ այդ առաջարկները գնացել է կառավարություն։ Ոնց որ ասած, որ նախարարության տիրույթից դուրս էր եկել այդ ամենը, արդեն մեր պահանջը դրա համար էր, եթե նախարարության տիրույթից դուրս է եկել եւ եկել է կառավարություն, թող կառավարության կոմպետենտ պաշտոնյան դուրս գա եւ պատասխանի։ Այդ նախագծերը ի վերջո կյանքի կոչվելու են, տնտեսվարողը պետությունից ինչ-որ շարունակի ակնկալիք ունենալ, թե ոչ։ Շատ լավ, այսօրվա կառավարության նիստում ձեր ոլորտին անդրադարձ եղել է։ Այո։ Եվ եղել է եւ ընդունվել է դրամական աջակցության ծրագիր, ամբողջությամբ այս բանը դեռևս չեմ տիրապետում ծրագրին, բայց հիմնականը այսպես է,
2026 թվականի առաջի կիսամյակում ձեռք բերված կերի միջին 1 ամսվա միջինի 20%-ի չափով գումարային հատուցում պետք է տա, ընդունելով կերի 1 կիլոգրամի արժեքը 900 դրամ։ Միանվագ Կարծում եմ այո, միանվագ աջակցություն պիտի լինի։ Հասկանալի է, որ բավարար չէ։ Ոչ թե բավարար չէ, շատ չնչին է, բայց այս արկա պայմաններում էլի ինչ որտեղ հույսի նշույլ կա, էլի։ Իսկ ձկնարտադրողները ինչ են պահանջում պետությունից, կառավարությունից։ Պահանջում են, եթե պետք է այս իրավիճակը, այսպես ասած, երկար տևի, քանի որ որպես ալտերնատիվ բոլորս քաջ գիտենք, որ վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում է եվրոպական շուկան։ Բերեք ձեր ապրանքը արտահանենք Եվրոպա, նույնիսկ ստանդարտների մասով կառավարության որոշում ընդունվեց ձուկ ձկնամթերքի հետ կապված, որ բերեք արտահանենք Եվրոպա։ Այստեղ խնդիրը այն է, որ մեր տնտեսվարողները, մեր արտահանողները չեն արհամարում, այսպես ասած, եվրոպական շուկան, բայց մի բան է 30 տարի եւ ավել ձևավորված շուկան 1-2 ամսվա ընթացքում փոխարինել այլ շուկայի հետ, որտեղ որ այդ 30 տարվա ընթացքում նաև եվրոպական շուկան է ուսումնասիրվել մեր տնտեսվարողի ու արտահանողի կողմից, եւ եթե այդ շուկան լիներ գայթակղիչ կամ մենք այնտեղ պահանջված լինենք, հավատացեք, մենք այսօր չեմ ասում այն ծավալով ինչ-որ Ռուսաստանի Դաշնությունում, այլ ինչ-որ ծավալով մենք այդ շուկայում ներկայացված կլինենք։ Ներողություն, պահանջարկ չկա։ Պահանջարկ ձկնամթերքի որպես այդպեսի, որ ասենք չկա, դա սուտ կլինի, կա, բայց մենք մրցակից չենք ինչ առումով, գնագոյացման առումով մենք մրցակից չենք, որակական առումով մենք կարող նույնիսկ գերազանցենք, բայց ասենք մեր ձկանկերը ներմուծվում է Եվրոպայից, բեղմնավորված ձկնկիթը ներմուծվում է Եվրոպայից։ Հենց միայն այս երկու կոմպոնենտները, որ մենք ընդդեղից առնում ենք, տեղափոխում ենք ստեղ, վերամշակում ենք, 1-2 տարի աշխատանք ենք անում դրա վրա եւ նորից արտահանենք այդ ապրանքը, ընդեղ որտեղից սկսել ենք, մի քիչ անտրամաբանական չէ, մենք մրցակցային չենք։ Օրինակ, վերջի շրջանում Իսպանիայից եղավ առաջարկ։ Հենց իմ միջոցով դիմեցին, երկու չափի ձուկ էին ուզում։ Իշխանի մասին է խոսքը, մինչև 350 գրամ եւ 4 կիլոգրամ եւ ավել։ Ես հիմա գները ասեմ, դուք արդեն հետեւությունները դուք արեք։ Մինչև 300 գրամանոց ձկան համար տեղում պատրաստ է եվրոպացին վճարել 4.5 եվրո, 4 կիլոգրամ եւ ավելի համար պատրաստ է վճարել 4 եվրո պաղեցված վիճակում։ Եվ դա այն դեպքում, որ 4 կիլոգրամ եւ ավել ձուկը մինչև սահմանափակումների կիրառումը ռուսական շուկայում իրացվել է 11-12 եվրոյով։ Ավելի մոտիկ լոգիստիկան, գինը ավելի բարձր, ռիսկերը ավելի նվազ։ Ձեզ համար անսպասելի էր, որ արգելանք կդրվի ձկնամթերքի վրա։ Գիտեք, ոլորտը ժամանակ առ ժամանակ բախվել է նման բաների, բայց դա համատարած բնույթ չի կրել։ Օրինակ, ասենք 1-2 տնտեսվարողի մոտ խնդիր է եղել, նրան ժամանակավորապես արգելել են, արտահանումը, բայց որ ամբողջ ոլորտի նկատմամբ այդ սահմանափակումը կիրառվեր, դա սպասելի չէր։ Ինչու եմ հարցնում, որովհետև սովորաբար 1-2 ազդակ բավարար է, որպեսզի մտածեն տնտեսվարողները արդեն դիվերսիֆիկացնելու մասին շուկան, փոխելու պարտներներին, միգուցե Ասիայում, Չինաստանում, Սինգապուրում, Թայլանդում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում միգուցե ավելի մոտիկ տարածք է։ Իրանից սկսեմ, հենց մենք խնդիր ունեցել ենք նաև Իրանի հետ կապված, այսօր իրանական ձուկը ժամանակին բերվում էր Հայաստան եւ հայկականի անվան տակ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իշխանը։ Մեր ձուկը իրականում ռուսական շուկայում պահանջված է, բրենդային ապրանք է այսօր։ Եվ ես իմ հարցազրույցներից մեկի ժամանակ եմ ասել, այդ շուկան մեկ օրում չի, որ ձևավորվել է։ Առաջի տարիներին արտահանումը մինչև 100 տոննա է եղել։
արտադրությունը մինչև 2-300 տոննա ամբողջ հանրապետությունում։ Այսօր մենք հասել ենք 20-25,000 տոննայի։ Այդ միանգամից չի եղել, դա պահանջարկ է եղել արտադրական ծավալները ավելացնելու, հասնելու դրան։ Եվ այդ պահանջը եկել է ռուսական շուկայից։ Մենք այսօր ինչ-որ չափով ես գիտեմ, որ տնտեսվարողներ Չիլի են արտահանում, Միացյալ Էմիրություններ են արտահանում, Վրաստան են արտահանում, բայց դրանք շատ չնչին քանակներ են, որ դրանք գումար են իրար, տարեկան կարող է միջև 300-400 տոննայի մասին խոսել։ Վերապրոֆիլավորելու ուղղությամբ ինչ քայլեր է անում այս ոլորտը։ Նկատի ունեմ պահածոյացված ձկնատեսակներ, կոնսերվացված տեսակներ չկան այդ գաղափարները արտադրություն դնելու եւ որոնց ժամկետները ի դեպ բավականին երկար են, պահելու ժամկետները եւ այս նման իրավիճակներում միգուցեև կշահեք։ Մենք ունենք, դա էլ ունենք, ասեմ, ես անձամբ չեմ կարող այսպայն ընկերությունների անունները նշել, բայց ունենք պահածոյացված ձկնամթեր։ Քիչ է քանակը երևի։ Պահանջարկից է գալիս այդ քանակի քիչ լինելը։ Այսինքն, եթե մեծ քանակ սպառվեր, արտադրողը մեծ քանակ կարտադրեր։ Այսինքն Բալթյան երկրների կիլկիները եւ մնացած ձկնատեսակները ավելի մեծ պահանջարկ ունեն Հայաստանում, քան Դե կիլկին դա ուրիշ ձկնատեսակ է, մենք խոսում ենք ավելի արժեքավոր, ավելի թանկարժեք ապրանքի մասին, որի պահանջարկը պահածոյացված վիճակում չի, դա թարմ կամ պաղեցված վիճակում է, ֆիլեի վիճակում է, որ ավելի թանկ պրոդուկտ վերամշակման արդյունքում ստանալ։ Կիլկին համեմատել, ասենք, մեր իշխանը պահածոյացնել, ոնց որ կիլկի, դա կներեք, բայց կարող էր տնտեսվարողները։ տարբերակներից մեկն է Այո, չէ, որ ասում եք չեմ մտածել, դրա համար եմ այդպես ասում։ Կամ պահածոյացված իրենք բավական որակով ապրանքներ եւ Միացյալ Էմիրություններ են արտահանվում, գիտեմ, որ Միացյալ Նահանգներն է արտահանվում, եւ խավիարն է մեր սև եւ կարմիր արտահանվում եւ Միացյալ Էմիրություններ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Բանկերը ձեզ հայտարարել են ոլորտի ներկայացուցիչներին հայտարարել են բարձր ռիսկային եւ վարկ այլևս չեն տրամադրում, փակել են վարկավորումը էության։ Օրական 20-30 միլիոն դրամի ծախս անող բիզնեսը այսօր ինչպես է գոյատևում, այսպես ասենք։ Պետության կառավարության տված աջակցությունը ըստ էության բավարար չէ, դուք եւս նշեցիք։ Հիմա եթե վարկել չեք կարողանում ստանալ, ինչպես են գոյատևում։ Նայեք, ոլորտը դեռևս մի 2 տարի առաջ ռիսկային դիտարկվեց բանկերի կողմից, երբ որ ջրօգտագործման թույլտվության ժամկետները 3 տարուց կրճատվեց, սարքվեց 1.5 տարի։ Իսկ բիզնես վարկերը ներգրավում էին ավելի երկար ժամանակով, ավելի մեծ, այսպես ասած, սա խնդիրներ լուծելու համար տեխնիկական վերազինում, չգիտեմ, գործարանների հիմնում, տեխնոլոգիաների ձեռքբերում, հենց այդ ժամանակից սկսեց, հիմա առավել եւս արդեն բարձր ռիսկային են գնահատում եւ մեր առաջարկներից մեկն էլ էկոնոմիկայի նախարարությանը վերաբերել է հենց պետական երաշխավորության վարկերին, որ մեզ այսօր ինչ ունեն արդեն գրավադրված այդ վարկերը, ապահովված վարկեր են։ Առևտրային բանկերի վրա պետությունը լծակներ ունի, կենտրոնական բանկը։ Չեմ կարող ասել, բայց պետությունը մենք հենց նման օրենսդրական կարգավորում ունենք, որ պետական երաշխիքով, ոնց ասած պետության երաշխավորությամբ առևտրային բանկերը կարող են տնտեսվարողներին վարկեր տրամադրել։ Դուք նաև պահանջում եք վարկային արձակուրդ, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում։ Տարբեր բաներ ենք առաջարկել պետության, ընդհանուր առաջարկել ենք, որպեսզի պետությունը միջամտի էլեկտրաէներգիայի մատակարարներին, որ ժամանակին չվճարելու դեպքում տնտեսությունները չհոսանքազրկվեն։ Նույնիսկ այդ ենք առաջարկել։ Այսինքն ոչ մի առաջարկ լուծում չի ստացել այս ընթացքում։ Այս բարի դրությամբ միակ առաջարկը, որ լուծում է ստացել, դա այսօրվա կառավարության որոշումն է։ Մնացածը հույս ունենք, որ եւս մի սուարյուն կստանա, չգիտեմ, երբ, բայց պիտի ամեն ինչ անենք, որ դա արագ լինի։ Ներքին սպառման համար բավականին շատ է ձկան քանակը։ Ձկան քանակը ներքին սպառման համար, այո, եթե ելի եմ ասում, մեզ մոտ չենք կարող իրացնել մինչև 10000 տոննա տարեկան, մինչև 10000 տոննա տարեկան տեղական շուկայում է սպառվում։
60% արտադրանքի արտահանվել է։ Իսկ եթե անկեղծ լինենք, գնային փոփոխություն կա Գնային իրացման։ փոփոխություն այո։ Իջել է այսինքն հիմա։ Ինչ հաճախ են այդ հարցը տալիս, նայեք, ասում են լրատվականները կամ քաղաքացիները տեսնելով ձկան գինը խանութներում, սուպերմարկետներում, դա մտածում են, թե այդ գինը արտադրողն է սահմանել։ Այսօր ձկնաբուծական տնտեսություններից 1600 դրամից էլ էժանով լսել եմ, որ ձուկ է դուրս գալիս այն դեպքում, եւ ձկան ինքնարժեքը 1 կիլոգրամը 1700-1750 դրամ է։ Այսինքն մարդ է, որ ապրանքը փողի փոխարինելու խնդիր ունի եւ դրանով այն մնացածին պահելու խնդիր ունի։ Խանութերի հետ ոչ մի կերպ հնարավոր չէ պայմանավորվել, որ գոնե բարձր չլինի գինը քաղաքացիների համար։ Չեմ կարող ասել այդ ոնց որ այդ իրացման հետ կապված խանութների այլ բան է, այստեղ մենք ինչ կա, մեծ ունենք խոշոր արտադրողներ, որոնք տեղական շուկայում 1 կիլոգրամ ձուկ չեն վաճառում։ 1 կիլոգրամ ձուկ չեն վաճառում, դա անում են մանր ու միջին տնտեսությունները։ Խոշորները միշտ իրենց ապրանքը միշտ արտահանել են։ Երբ որ հիմա արդեն այն պահն է, որ երբ որ խոշորներն էլ մտնեն տեղական շուկա, ձկան գինը կարող է իջնել 1000 դրամ, կարող է իջնել դրանից ցածրել, որովհետև այդ մարդիկ էլ գոյատևմախնդիր ունեն արդեն։ Հիմա քանի տնտեսություն կա ձկնային։ Մոտ 140 տնտեսություն։ Եթե առաջիկա ամսում լուծում չեղավ, քանի տնտեսություն ծայրահեղ վիճակում կհայտնվի 20 անկանական եւ քանի մարդ կմնա անաշխատանք։ Ոլորտում մոտավորապես, եթե չեմ սխալվում, մինչև 2000 աշխատատեղ է վերամշակման, թվում է վերամշակման, հա, արտադրամասերում հետ կապված։ Չեմ կարող ասել քանիսը կդիմանան, քանիսը չեն դիմանա, եւ չեմ էլ ուզում դրա մասին մտածեմ, մի քիչ լավատես մարդ եմ, հույս ունեմ, որ լավ կլինի, բայց կսննկանան ոչ թե ասենք ձկան անկման հետևանքով, օրինակ ձուկը քաշն է գցելու, ի վերջո մի հարելու է գնալով եւ վնասը լինելու է դա, որ նորից պետք է կերակրել, բերել առաջվա քաշին։ Բայց այդտեղ այլ հարց է, որ մարդիկ վարկերը չեն կարողանում սպասարկել, աշխատավարձ չեն կարող վճարել, չեն կարող կատարել հարկային պարտավորություններ։ Սա է խնդիրը, որ այսինքն բանկեր իրենց սանկցիաները կկիրառեն, պետական եկամուտների կոմիտեն իր սանկցիաները կկիրառի եւ դա ավելի կխորացնի այսօրվա եղած ճգնաժամը։ Եթե առաջիկայում լուծում չստանա ամեն դեպքում խնդիրը, ինչ եք պատրաստվում անել, ինչ քայլերի կգնաք։ Շարունակելու եք փողոցային պայքարը։ Փողոցային պայքարը մեզ, այսպես ասած, փողոցային պայքարով ինչ պահանջենք, նաեւ այո, եթե անհրաժեշտություն լինի, եթե լինի մի բան, որ կախված է պետական պատկան մարմիններից եւ դա չիրականացվի վերջիններիս կողմից, այո, փողոցային պայքարի էլ կգնանք, ոնց որ ասում են, ճանապարհներ էլ կփակենք, ամեն ինչ էլ կանենք, բայց եթե իմանանք կա մի բան, որ պետք է պետությունը անի ու այս իրավիճակը կայունանա, փոխվի, ինչ-որ դրական տենդենց նկատվի եւ դա չանի, անենք դա։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք Հայաստանի ձկնաբույսերի միության տնօրեն Գոր Գրիգորյանի հետ։ Ցտեսություն։